Ինձ մոտենում են, ասում են դուք ինձ հիշում եք, հետո ասում են չէ, դուք չեք կարող հիշել, որտեվ ես 2 տարեկան էի, 3 տարեկան էի, բայց այդ ժամանակ որ իրանք հիմա մոտենում են, արդեն 30-40, ինչպես որ նշեցիք, տարեկան են, իհարկե, բայց կան դեպքեր, երբ որ մենք իրականում ես հիշում եմ, ասենք առանձնահատուկ դեպքեր։ Բայց դեպքով էլի, անձով դեմքով չեք հիշում, անունով չեք հիշում։ Այո, դեպքով եմ հիշում, այլ ոչ թե շատ անգամ դեմքով։ Պարոն Բաբլյան, ունեք այսպեսի sense պայմանական ասենք օրագիր, հաշվարկ, թե անհաշիվ են դեպքերը, որ ձեր ձեռքի տակով եկել, անցել ու կյանք եք տվել երկրորդ կյանքը շատ հաճախ։ Ну, չէ, ճիշտ ասած, տենց չունեմ տենց հաշվարկ, տենց եւ իմաստ էլ չունի երևի տենց հաշվարկ պահելու, որովհետեւ դու օգնում ես այնքան, ինչքան կարող ես եւ ինչքան կարիք ունեն, որ իրենց օգնես։ Դրա համար կարծում եմ, որ անիմաստանման հաշվարկ մարդիկ իրենց հաշիվը պահում են, վերևներում այդ հաշիվները պահում են։ Իրենց կպահեն երևի թե։ Սա որ ասում եք, հիշում եմ մեր հանդիպումից առաջ դե հարցերը մտմտում էի շաբաթներ շարունակ, մի կնոջ հանդիպեցի, բոլորովին պատահական, որի տղան արդեն 45 տարեկան է, ու հիշեց ինքը, որ դուք պատկերացնում եք ինչ եմ ասում, 40 կես դար առաջ, երբ որ դուք կարծես թե մանկական հիվանդանոցում եք աշխատել, երրորդում ասում, որ դուք եք եղել, այսինքն մի միջամտություն եք կատարել, համարձակ եք եղել այն ժամանակ դեռ երիտասարդ, ու այդ մարդը արդեն 45 տարեկան, բայց իրենք ձեզ դուք ոչ մեկին չեք ճանաչում այդ մարդկանց, իսկապես անձնապես չեք ճանաչում, բայց բոլորը գիտեն Բաբլոյանը։ Այո, լինում է այդպես։ Ինչու բժիշկ դարձաք, երբ որոշում կայացրիք։ Գիտեք, ես բժիշկների ընտանիքից եմ, հայրս բժիշկ էր, մայրս բժիշկ էր, ավելին ասեմ, մայրս վիրաբույժ էր։ Այնպես որ մեծ եղբայրս ավարտել էր բժշկական ինստիտուտը եւ ամբողջ մթնոլորտը այդպես էր։ Շանս չկար։ Ну չի ասի որ շանս չկար, բայց ոնց որ թե այսպես ինքը մթնոլորտը այնպես էր, որ ես ինքս ընտրեցի դա եւ ի տարբերություն կարող եմ մի հատվածի այն ժամանակվա բժշկական ինստիտուտ ընդունվածների այն ժամանակ ինստիտուտ էր կոչվում, կային մարդիկ, որոնք որ բուժական ֆակուլտետ էին դիմել եւ չէին հավաքի համապատասխան բալեր եւ ընդունվեցին մանկաբուժական։ Անցած օրը երթուղայինը Շիրվանզադե փողոցից թեքվեց դեպի Մամիկոնյանց, Միկին այսպես ասեց. Բաբլյանի մոտ կկանգնեք, էլի։ Ոնց է ապրել մի քաղաքում, որտեղ անունը արդեն չասեց Մամիկոնյանց փողոցում, չասեց Արաբգիր կենտրոնում, այսինքն ինչպես է ապրել մի քաղաքում, որտեղ ձեր անունը արդեն բրենդ է, արդեն շատ դրական բաների մասին է խոսում, խորհրդանիշ է։ Ну, ճիշտ ասած, իմ համար դա սովորական երևույթ է, որտեղ ես նույնիսկ շատ անգամ չեմ նկատում դա, այդ ամենը ինքնստինքյան է ստեղծվել։ Դե հավանական է ինչ-որ տարիների ընթացքում ստեղծվել է եւ բնական եմ ընդունում։ Ես ի սկզբանե տվել էի մանկաբուժական ֆակուլտետ, այսինքն իմ ընտրությունը երեխաների հետ աշխատելու եղել է հենց ի սկզբանե եւ ես չեմ փոշմանել։ Ինչով են առանձնահատուկ երեխաները մեծահասակներից։ Նախ եւ առաջ երեխաները ազնիվ են, պարզ են, բաց են, եւ շատ հաճելի է, երբ որ նամանավանդ դու գիտես, որ առավել եւս դու պատասխանատու ես, քանի որ քո բուժարուն, քո պացիենտը ինքը գրեթե 100% քեզանից է կախված։ Երբեմն չի խոսում։ Իրենից կախված չի։ Իրանից իհարկե կախված են որոշ բաներ, որոնք գենետիկ հակումներ կան, դրանք արդեն ավելի մասնագիտական բաներ են, բայց ուղղակի որպես բուժարու իհարկե շատ ավելի հաճելի է երեխաների հետ աշխատելը։ Հետո չեն խոսում, խոցելի են, չէ՞, մի տեսակ ավելի երբեմն չեն խոսում, երբեմն։ Այո, դե դրա համար էլ իմ ամբողջ այդ մոտեցումը կառուցված է դրա վրա, որ երեխաներին պետք է ստեղծես այնպիսի մթնոլորտ, որպեսզի երեխան ինքն էլ ընդունի քեզ։ Այսինքն շատ անգամ ոչ թե ինքը քո մեջ տեսնի բժիշկ, ինքը տեսնի քո մեջ իրեն ընկեր, իրեն աջակցող, իրեն այսպես բարի
վերաբերմունք ցուցաբերող մի անձնավորության։ Ես որքանով հասկանում եմ դուք ձեր փոքրիկ բուժառուներն ունեիք եւ այլն եւ հիմա էլ ձեր երիտասարդ գոլեգաներին դուք հնարավորություն եք տալիս, այսինքն բժշկականության մեջ կա չէ՞ մի տեսակ են պրոֆեսորները, որ դռները չասեն փակում են, բայց հենց մի քիչ նախանձախնդիր են եկողներին, դուք հնարավորություն եք տալի։ Այդ գիտակցված մոտեցում է, թե ուղղակի վախեր չունեք նոր սերունդ, որ կանցնի։ Այնիշ դուք ասեցիք, ես կարծում եմ, որ պետք է անել ընդհակառակը։ Այսինքն, եթե դու ինչ-որ մի նոր բան ես սովորել եւ դու չես տալիս, քո մոտ չի ազատվում այն հատվածը, որ դու նորից մի նորություն սովորես։ Դրա համար ամբողջ զարգացումը մեր թե կենտրոնի, թե մեր այս ամբողջ ծրագրերի, իսկ մենք գիտեք երկրաշարժից հետո 41 ծրագիր ենք դրել Հայաստան առողջապահության բնագավառում, 41 ծրագիր, որոնք ունեն կարևոր նշանակություն եւ ոչ միայն ասենք մեկ բժշկական հաստատության սահմաններում եւ երբ որ դու ինչ որ մի նոր բան ես սովորում եւ դու չես փոխանցում քո երիտասարդ գործընկերներին, դու այն ժամանակ ընդհանրապես չես ունենա թե ժամանակ, թե ոչ էլ կարողություն այլ նորություններ վերցնելու։ Դրա համար եթե դու ուզում ես շատ նորություն սովորես եւ շատ նորություն բերես քո երկրին, քո ժողովրդին, դու պետք է տաս, որպեսզի ստանաս։ Մինչև չտաս չես ստանա։ Հա, կա այդպիսի օրինաչափություն։ Մենք ասում ենք, որ ուղեղի աշխատանքը խթանելու համար նորություններ են պետք եւ երկարակյացան հետաքրքրասեր մարդիկ։ Ձեր ասածը մի տեսակ համահունչ էր սրան, ինչու, որտեվ դուք հետաքրքրասեր եք, ճամփորդում եք, նոր բաներ սովորում եք, նորարար եք ձեր գործում։ Ես կարծում եմ, որ դու միշտ պետք է սովորես։ Եթե դու չես սովորում, ուրեմն դու ավարտվել ես քո կյանքը։ Այսինքն դու այլ ոչինչ ես։ Սովորել նկատի ունեք մասնագիտական, թե ամեն ինչ, որովհետև գիտեք հիմա ժամանակը հերիքում է։ Ոչ միշտ։ Ունենում եք այդ զգացողությունը, որ քիչ առաջ ավելի շատ էր հերիքում, քան հիմա, թե նույն տեսակի չի հերիքում ժամանակը։ Գիտեք, գուցե առաջ ավելի էր հերիքում, քան ստե հիմա։ Քանի որ երբ որ ընդլայնվում են քո այսպես պատասխանատվություններն ու գործառույթներդ, դու փորձում ես այդ ամենը հասցնել։ Եվ իհարկե ժամանակը ֆիքսված է, ինքը անսահման չէ, բայց գործերը նրանք անսահման են։ Դրա համար շատ անգամ լինում է այնպես, որ ժամանակը չի երիքում։ Ինչից եք ջղայնանում, պարոն Բաբլյան։ Ինձ թվում է դուք երբեք չեք ջղայնանում։ Չէ, այդպես չի, ես ջղայնանում եմ։ Ինչից օրինակ։ Տարբեր պատճառներ կարող են լինեն։ Եթե ասենք աշխատանքի առումով, եթե տեսնում եմ անուշադրություն հանդեպ, ասենք բուժառուին, պացիենտներին, մարդկանց հետ վերաբերմունքի ոչ ճիշտ վերաբերմունքից կարող եմ նեղվեմ, եթե մի բան շատ մանրամասը բացատրում ես եւ պատկերացնում ես, որ դա հստակ է, այդպես պետք է անեն եւ մարդիկ չեն անում ոչ թե դրա համար, որ չեն հասկացել, գուցե զլանում են, չեն ուզում անեն, ժամանակ դու նեղվում ես իհարկե, բայց ինչ խոսք, որ պետք է առավել հանդուրժող լինես, որովհետև ոչ միշտ եւ ոչ բոլորն են անմիջապես պատկերացնում այն ինչ որ դու ուզում ես ասել եւ դրա համար պետք է այսպես համբերատար մարդկանց բացատրելով հետները աշխատելով գնալ առաջ։